Պես նրանք ովքեր որ թիրախավորել են Մկոյին, դա գալիս է նրանց մարտնչող տգիտությունից, որովհետև տգիտությունը մի բան է, բայց մարտնչող տգիտությունը շատ վտանգավոր բան է, եւ պետք չի թիրախավորել մարդուն, պետք չի թիրախավորել արվեստագետին, չնայած զարմանալի չի, որովհետև ես երբ որ հիշում եմ, թե ինչպես էին թիրախավորել այսպես կոչված որոշ նույն շրջանակներին ծառայող այսպես կոչված լրագրողներ Տիգրան Մանսուրյանի Ծիծեռնակաբերդում։ Հիմա ասենք իմ համար զարմանալի չէ այն հարցակումը, որը տեղի է ունենում, նախ ես իմ աջակցությունն եմ հայտնում Մկոյին, սիրելի դերասանին։ Որ հարցում եք աջակցություն դուք իրեն։ Այն հարցում, որ ինքը ունի իրավունք որոշակի դիրքորոշումներ ունենալու, նա ունի իրավունք ուղղակի չմտածելու յուրաքանչյուր պահին, որ այս բանը անելիս կամ այն բանը անելիս կամ այս բանը խոսալիս կամ այն բանը չխոսալիս ինքը քայլում է ականապատ դաշտում, որովհետև ասում եմ, այդ մարտնչող տգիտության միջավայրում տպավորություն է, որ երբ որ դու մի բառ ես ասում, դու քայլում ես ականապատ դաշտով ու ցանկացած բառը ականի պես պայթելու է հետո։ Ու դա շատ վատ բան է, որովհետև այն մարդիկ, ովքեր որ հիմա թիրախավորել են իրեն, այդ այն մարդիկ են, ովքեր ժամանակին, երբ որ իրեն կամ իրենց շեֆերը եղել են իշխանություն, իրենք թույլ չեն տվել, որ մի հատ ծպտուն դուրս գա։ Այն ժամանակ իսկապես յուրաքանչյուր բառի համար կարող է ականապատ դաշտի պես պայթել ինչ-որ մեկը։ Հիմա ազատ երկիր է։ Յուրաքանչյուրն ունի իր իրավունքը։ Վարչապետը գնացել է ներկայացման եւ վարչապետը կարծիք հայտնել։ Եվ ես կարծում եմ, որ դա հրաշալի իրողություն է ընդհանրապես, որ վարչապետը ներկայացման է գնում, հետո այդ ներկայացման վերաբերել իր կարծիքը։ Ընդդիմությունը ասում է փորձում է գրաքննել արվեստը։ Արվեստը այնպեսին է, ինչպեսին կա, նա ոչ իշխանական է, ոչ ընդդիմադիր է, նա գաղափարական չի։ Ներկայացումը։ Արվեստը, եթե մենք փորձեինք գրաքննել, իրենք դրա մասին դա չէին նկատի։ Երբ որ դու գրաքննում ես, դա այնպես արվում է, որ որևէ մեկը չի նկատում։ Ոնց կարող ես գրաքննել մի բան ուղիղ եթերով։ Դա գրաքննության փորձ իհարկե չի կարող լինել, բայց այն ինչ որ կատարվում է դերասանի հանդեպ, դա բնականաբար թիրախավորում է, դա մարտնչող տգիտության դրսևորում է, դա անհանդուրժողականության հերթական ապացույցն է եւ գիտեք, ես կարծում եմ, որ հատկապես պատերազմից հետո 2020 թվականի պատերազմից հետո մենք իմ մոտ այդ բանը կար, այդ զգացումը, որ մենք այլևս երբեք չպետք է թույլ տանք, որ լինեն տաբուացված թեմաներ, որոնց մասին չի կարելի խոսել, որովհետև մենք մինչև 2020 թվականը շատ թեմաների մասին, շատ ստերեոտիպերի մասին չէինք խոսում, այդ թվում նաև Ղարաբաղի հարցի հետ կապված ամենատարբեր թեմաներ, այդ թվում խաղաղության օրակարգի հետ կապված բոլորը թիրախավորվում էին, որովհետև այդ ականապատ դաշտն էր, դու իրավունք չունես, մի քիչ էս կողմ, մի քիչ այն կողմ պայթում էի։ Քեզ կոչնչացնեին։ Այո, հիմա մենք որպես ժողովրդավարական պետություն պիտի ապահովենք այնպիսի միջավայր, որ մեր երկրում չլինեն ընդհանրապես տաբուացված թեմաներ, չլինեն տաբուացված թեմաներ։ Խոսքը իհարկե այն բանի մասին չի, որ մարդիկ օրինակ բռնության կոչեր անեն եւ այլն, դա քրեական օրենսգրքով համապատասխան բաներ են, սանկցիաներ են։ Խոսքը գաղափարական այս կամ այն թեզի վերաբերյալ մարդկանց բնական մոտեցումն է։ Մենք պիտի կարողանանք իրար լսել եւ իրար չուտել, հա, սենց ասած։ Իրար լսել, կարողանալ հանդուրժել, կարողանալ չհամաձայնվել եւ ամենը մեկս գնալ մեր ճանապարհով։ Այն ինչ որ անում են հիմա այդ շրջանակները, դա ընդհանրապես ինկվիզիցիայի բանն է, ժամանակակից դրսևորումն է, գաղափարական ինկվիզիցիա են ուզում անել մարդկանց, որը չի ստացվում։ Այրանք էլ նույն բանի մեջ ձեզ են մեղադրում։ Մենք ենք ապահովում Հայաստանում այն ազատության միջավայրը, համաձայն որի լրագրողներ առանց սահմանների կազմակերպության տվյալներով Հայաստանը մամուլի ազատությամբ աշխարհում 37-րդ տեղն է եւ առաջ է անցել Եվրոպական միության մի շարք երկրներից, եվրոպական մի շարք երկրներից։ Եթե մենք նման բան անեինք, եթե մենք գրաքննեինք, եթե մենք այդ ամեն ինչ անեինք, հնարավոր էր նման բան։ Հնարավոր չէր իհարկե։ Այսօր Հայաստանում այսօր մեզ ավելի շատ մեր ժողովուրդը քննադատում է գրաքննություն չանելու համար, քան թե գրաքննություն անելու համար։ Այսօր մեզ ավելի շատ քննադատում են, թե խի չենք մենք դրանց բերանը փակում, խի չենք փակում դրանց բերանը, քան թե հակառակի համար։